Գիտեք, Տիկին Վարդանյան, դուք ասում եք, դուք միայն ընդունում եք Ադրբեջանի բոլոր պահանջները, եսա ձեր համաձայնագիրը։ Դրանից անմիջապես հետո մի բան խնդրեմ, էլի, որ հիմա որ ավարտվի, գնացեք մի հատ ձեր ասածը լսեք վիդեո։ Դուք ասում եք, բոլոր պահանջները ընդունում եք, դա ձեր համաձայնագիրը միայն Ադրբեջանի պահանջներով։ Անմիջապես երկու նախադասություն հետո դուք ասում եք պահանջներ, որոնք շատ լավ վստահ եք, որ այդ պայմանագրում չկա։ Իսկ այդ պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Հետևաբար համաձայնեցված եւ պայմանագրի, ուրեմն բանակցությունը ավարտված է։ Հիմա այն համաձայնագիրը ախի ծերովանը պատասխանում եմ հարցը լսեցի։ Լավ չեք հասկանում ուրեմն մեր պատասխանները։ Լավ։ Մեր պատասխանները ընդհանրապես չեն, ընդհանրապես ես ինձ իրավունք չեմ վերապահել այս բան ասեմ։ Այս հարցի մեր պատասխանները։ Նայեք։ Ասում եմ մեր համաձայնագրի համաձայնեցված տեքստում հստակ գրած է, որ երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ դրա հիմքում ընկած է 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը, որը շատ հստակ սահմաններ է գծում այդ տարածքային ամբողջականությունների համար։ Դուք կարծում եք, որ սա մեր զիջումն է, Ադրբեջանի զիջումն է, թող այդ երկրները իզնից չնեղանան, Մալայզիայի զիջումն է, Պանամայի զիջումն է, դուք գնահատեք ոնց ուզում եք, ես համարում եմ սա էական ձեռքբերում։ Ընդհանրապես մի հատ էլ եմ ուզում ասեմ, փաստաթուղթ առաջիկայում, երբ որ բարով խերով կստորագրվի, կգա ազգային ժողով, կվավերացվի, կհրապարակվի կամ չգիտեմ ընթացակարգերը ոնց են, մինչև այդ հրապարակվի, թե ոնց մի քիչ իրավական հարց է։ Կկարդաք, կտեսնեք, ժողովուրդն էլ կտեսնի։ Չկա որևէ միակողմանի կարգավորում, չկա որևէ կարգավորում, որը մեզ ձեռնտու է միայն Ադրբեջանին, եւ չկա որևէ կարգավորում, որը մեզ տանում է ոչ թե խաղաղության հարաբերությունների կարգավորման, այլ Հայաստանի Հանրապետության նվաստացումն է արձանագրում։